Այսօր ցանկանում եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես կարելի է նման խորը ճաքը փակել, մինչև այն երկարի ու հնարավոր լինի այն կտրել, որովհետև ինչպես տեսնում եք, շատ խորն է ճաքը ու հնարավոր չէ այն կտրել հեռացնել։ Այս մեթոդը չգիտեմ TikTok-ում որևէ մեկը արել է թե ոչ, չեմ նկատել, բայց ասեմ, որ այն տեսել եմ ռուս մատնահարդար բլոգերներից մեկի մոտ, փորձել եմ, արդյունքից շատ գոհ եմ ու ցանկանում եմ ձեզ հետ ևս կիսվել։ Եղունգը յուղազերծելուց, պրայմեր անելուց հետո ճաքի վրա քսում ենք մեկ բարակ շերտով բազա ու չենք չորացնում։ Առանց չորացնելու քսելուց անմիջապես հետո վրան տեղադրում ենք սովորական բժշկական բամբակ մի փոքր զանգված։ Ու փորձում ենք որևէ հարմարանքի օգնությամբ, տվյալ պարագայում ես նարնջի փայտիկ եմ օգտագործում, բամբակը հավասարաչափ տարածել փակելով ճաքը, այնպես որ բամբակը թրջվի և միախառնվի բազայի հետ։ Ու չենք շտապում այն չորացնել, կրկին առանց չորացնելու վրայից ևս մեկ կաթիլ բազա ենք տեղադրում ու նորից նարնջի փայտիկի օգնությամբ սկսում ենք տարածել բամբակի ողջ մակերևույթով, փորձելով կրկին թրջել բամբակը ու նրա օգնությամբ փակել ճաքը։ Իսկ հիմա արդեն չորացնում ենք։ Չորացնելուց հետո յուղազերծիչի օգնությամբ հանում ենք բազայից մնացած կպչուն շերտը ու արդեն խարտոցի օգնությամբ փորձում ենք հավասարեցնել, հեռացնել բամբակից մնացած ավելորդ հատվածներն ու մազիկները և հարթեցնել եղունգի արտաքին մակերեսը։ Խարտելուց հետո յուղազերծում ենք ու հիմա տեսեք, թե որքան ամուր է փակվել ճաքը, ինչքան էլ որ այն տեսանելի է, բայց ամեն դեպքում այն կպած է շատ ամուր ու հնարավոր է այն կոտրել միայն որևէ ուժգին հարվածի դեպքում։ Այնուհետև բազայով հարթեցում ենք կատարում, տեսեք հարթեցումից հետո ինչ տեսք ունի։ Իսկ սա արդեն վերջնական արդյունքը։ Դուք էլ փորձեք ու արդյունքներով կիսվեք։ Գրեք կոմենտներում ստացվել է ձեր մոտ, թե ոչ։